Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումն ու թանգարանների միջազգային օրը այս տարի ևս ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Մշակույթի քաղաքում միավորել էին թանգարաններին տարաբնույթ կրթական ու մշակութային ծրագրերով։ Մայիսի 17-ին Հայաստանի բոլոր թանգարանները բաց են եղել մինչև կեսգիշեր։ Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումն այս տարի տեղի ունեցավ թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում խորագրով, որն իրականացվում է Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության կողմից։ Գյումրին անմասն չի մնացել մշակութային այս մեծ իրադարձությունից։ Թանգարանները, բացի հիմնական ցուցադրություններից, հանրությանը ներկայացել են բացառիկ միջոցառումներով ու ցուցադրություններով։ Կումայրի պատմամշակութային թանգարանում հայ կինը, հայոց ցեղասպանության զոհ և հերոս, հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի և Շիրակի երկրագիտական թանգարանի հետ համատեղ ցուցադրություն է իրականացրել։ Ցուցադրությունների շարքում տեղ է գտել նաև Ալեքսանդրապոլցի մեծահարուստ Մկրտչյանի ընտանիքին պատկանող անհատական հավաքածուն։ Դեռևս ապրիլի 30-ին ոգեկոչելով մեր ցեղասպանության 110 տարին մեր մոտ բացվեց մի շքեղագույն ցուցահանդես համատեղ երկրագիտական թանգարանի և հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հետ։ Ցուցահանդեսը ողջունվեց մեր հասարակության կողմից, ուստի մնալու է մեր ցուցասրահում մինչև հունիսի 10-ը։ Նշենք, որ թանգարանի հիմնական ցուցասրահում ունենք մեկ իրի ցուցադրություն, շատ հետաքրքիր հավաքածու ենք ցուցադրում, դա Մկրտիչ Մկրտչյանի, Քյալ Դավիթենց Մկրտիչ, այսպես կարող է մեր ժողովուրդը գիտենա, մեր ազգափնակչությունը Քյալ Դավիթենց Մկրտիչի ամուսնական ատրիբուտներն են, հարսանեկան պսակը, որ կրել է կինը Մարգարիտ Մկրտչյանը, և Փեսայի դոշի ծաղիկը, բուտանյարկ են։ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում օրը ևս բուռն էր, ցուցանմուշներ առանց շրջանակների, համագործակցություններ ու երաժշտական մթնոլորտ։ Մենք ունեցել ենք բազմաթիվ միջոցառումների շարք, ինչպես գիտեք, առանց շրջանակների ցուցադրությունը ևս ցուցադրվեց այսօր, եւ իհարկե անցած ամիս մենք նշում ենք Երանուհի Ասլամազյանի 115-ամյակը, որը զուգորդեց նաև թանգարանային գիշերվա միջոցառման հետ միասին, եւ մենք այսօր նշում ենք նաև Երանուհի Ասլամազյանի 115-ամյակը։ Երեկոյան ժամը 19:00-ի մեր դռները բաց էին դասական երաժշտությամբ, եւ մենք ոչ միայն ունենք դասական երաժշտություն, այլ նաև թանգարանում լի էր ցուցադրությունների շարք։ Ասլամազյան պատկերասրահը համագործակցեց Սկրիլաբ Շիրակի հետ եւ միասին ստացան մի հետաքրքիր ցուցադրություն, որը այսօր ևս առաջին անգամ ցուցադրվեց պատկերասրահում եւ բաց էր բոլոր այցելուների համար։ Շիրազի հուշատուն թանգարանում թաղիկագործության վարպետաց դաս էր, հետաքրքիր էր նաև Շիրազը խաղերի մեջ վիկտորինան։ Թիվը ինչ է գրած, կողքին ինչ է գրած, մեջտեղը կա, չէ, ուրեմն ինչ ենք անում, 5-րդ տողի 2-րդ տառն ենք նայում։ Միջոցառումների շարքը շարունակվել է մինչև ուշ երեկո։ Բարդույի արվեստի դպրոցի երգչախումբն է այստեղ երգելու, շատ հետաքրքիր ծրագրով հանդես եկավ խմբավար Ռուզաննա Շահբարոնյանը։ Թանգարանի փակում տեղի ունենալու մեր համայնքապետարանի փողային նվագախմբի համերգը, որի ռեպերտուարը անպայման համոզված եմ, որ շատ լավը կլինի։ Ինչպես այս միջոցառմանը, այնպես էլ ամբողջ տարին հոբելյանական է Ավետիք Իսահակյանի հուշատուն թանգարանում։ Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների շարքը մեկնարկեց հենց մայիսի 17-ից։ Ունենք ցուցադրություն, որը երբևէ չի ցուցադրվել, այստեղ պահպանվում է վարպետի կրճի սարքը, որը նվիրել է Իսահակ Իսահակյանին, իր եղբոր որդուն, որը հրաշալի զինվորական էր եւ ուներ նաեւ մեծ հնարավորություն գրող դառնալու, նրա առաջին ու վերջին գրվածքն է Հեքիաթ Արևի տակ, որ այդպես էլ կիսատ մնաց, կարծես նրա արևը հենց այդտեղ էլ ավարտվեց, պահպանվում է վարպետի աստվածաշունչը գերմաներեն, որի անընդհատ եղել է նրա ձեռքի տակ, այստեղ է գտնվում նաև այն Երուսաղեմից բերված Ծաղկազարդ ալբոմը, որտեղ ծաղիկներով հավաքածու է եւ ինքը կարողացել է անգլերենից թարգմանել հայերեն, մատիտով իր ձեռքով գրել այդ թարգմանությունը։ Թանգարանների գիշեր միջոցառմանը բացառիկ ցուցահանդեսներով ու ծրագրերով հանդես են եկել նաև քաղաքի մյուս թանգարանները։ Կիրակին ևս տոնական է թանգարանների համար նշվում է թանգարանների միջազգային օրը։ Մշակույթի քաղաքն առանձնանում է նաև իր հումորով, ուստի միջոցառումից անմասն չէր կարող մնալ նաև Խելառների ազգային կենտրոն թանգարանը։ Մեծ սիրով ներկայացնում ենք մեր Գյումրվա հին ու նոր խենթերի պատմությունները, պատմում ենք շատ հետաքրքիր անեկդոտներ եւ փորձում ենք այսօր մի քիչ գյումրեցիներին եւ մեր հյուրերին պարգևել ուրախություն ու զվարճանք։
Հետաքրքիր պատմություններ, անեկդոտներ, լավ ժամանակ, այն ինչին ականատես կլինեն այցելելով այստեղ։ Ասում է օրինակ ընկեր Մարգոն Վարդանիկին ասում է Քրիստոս հայրավ իմերելոց Վարդանիկը չգիտե ինչ ասի, երկար մտածելուց հետո ասում է հալալ եղնի իրան, ուրեմն հալալ լինի նաև ձեզ, որ մտակ մեջ թանգարան սիրելին ես։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։